Ողջույն սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆ-ֆակտն է։ Իշխանությունները նախանշեցին իրենց գործողությունների հստակ ընթացքը, ընդդիմությունը համառոտ հայտարարություններով փորձում է դիմադրել տոտալ բռնաճնշումներին։ Հունիսի 7-ով սկսվածը կարող էր արդյոք ավարտվել հունիսի 7-ին։ Ինչպիսին կլինի 9-րդ գումարման ազգային ժողովը եւ ինչ է սպասվում Հայաստանին աշխարհաքաղաքական օրակարգում։ Պրոֆ-ֆակտում զրուցում ենք Արմեն Մանվելյանի հետ։ Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, 4 գիտական մենագրության 100-ից ավել գիտական հոդվածների հեղինակ, տպագրված Հայաստանում եւ արտասահմանում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ էներգետիկ աշխարհաքաղաքականություն, միջազգային անվտանգություն։ Հայաքվե միավորման քաղաքական խորհրդի անդամ։ Բարի երեկո, պարոն Մանվելյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, դուք եւ մասնագիտական առումով, որպես մասնագետ հենց ընտրությունների ամբողջ process-ին շատ հետևելու փորձեր ունեք մի քանի ընտրությունների, բացի դրանից դիտորդական նաեւ առաքելության լուրջ փորձ ունեք։ Նշում են, որ այս ընտրությունները դժվար համեմատելի էր Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության ստեղծման պահից որևէ ընտրության հետ։ Ինչ որ առումով երևի համեմատել է 96 թվականի ընտրությունները, բայց ինչ որ առումով իրականության մեջ իհարկե ինքը ասենց ասեմ իր նախընտրական շրջանի խախտումներով, ահաբեկումներով, ձերբակալություններով, քաղաքական ընդդիմության լիդերների ձերբակալությունով ինքան նախադեպ Հայաստանի պատմության մեջ ասենց բան երբեք չի եղել։ Փաստացի քրեական գործ է հարուցված քաղաքական բոլոր հիմնական ուժերի լիդերների նկատմամբ։ Սամվել Կարապետյանը գտնում է տնային կալանքի տակ եւ ի վիճակի չի եղել մասնակցել նախընտրական շրջանին, նույնիսկ մեկ հանդիպում չի կարողացել անցկացնել։ Միայն 700-ից ավել տարբեր քաղաքական ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել տարբեր կեղծ մեղադրանքներով։ Մեր զրույցի պահին նորից ընթանում են, այսօր Ղազինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի քննարկում է այս պահին անձեռնխելույցությունից զրկելու որոշումները։ Հա, մենք արդեն այս տաղավարում ասել են, եթե ես եմ ասել, եթե սրանք վերարտադրվեն, ապա սկսել է իրական տերրոր ընդդիմության նկատմամբ, մենք դրա ականատես ենք, բայց տերրորը սկսեց դեռ մինչև ընտրությունները, նույն իրենց շտաբերի շրջափակումը ընտրությունների օրը, տեխնացուների մասսայական ձերբակալությունը, դեռ տեխնացուների ձերբակալությունը, հենց պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլատրությամբ լինի, բայց շատ դեպքերում նույնիսկ դա չէր լինում։ Այսինքն ահաբեկման այս գործընթացը, շանտաժի, ահաբեկման, վախի, ինքը ուղղակի սարսափելի մակարդակի էր ասում, ինչի առումով կարելի է սա բացառիկ համարել։ Այսպիսի ընտրակեղծարարություն երբեք Հայաստանում չի եղել։ Ու այդ ամենն էլ արդեն ավարտվեց, գիտեք, հատուկ նկարչությամբ, որի հեղինակը հենց այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ինքն է որոշում, թե ով է անցել, ով չի անցել, որպեսզի բարգավաճը չանցնի եւ ընտրության արդյունքների վրա չազդի, իրանք նույնիսկ մի քանի ընտրատեղամասերում չեղյալի պրտի հայտարարեցին, ջանց օրենքը հստակ պահանջում որ պետք է եթե չեղյալ է հայտարարը, այնտեղ վերաքվեարկություն պիտի լինի, դա էլ թույլ չտվեցին, այսինքն ամեն ինչ ուզում են։ Ու ահաբեկման, վախ ստեղծելու, մարդկանց տերրորի ենթարկելու այս գործընթացը ինքը վերելու է շատ վատ հետևանքների։ Ու այս ամենը արվում է միայն մի նպատակով, որպեսզի մի քաղաքական ուժ ամբողջովին ուզուրպացնի իշխանությունը, այն կամաց սկսի տա Ադրբեջանին, որի գործընթացը արդեն տեսանք Դիլիջան քաղաքից սկսվեց։ Բայց պարոն Մանվելյան, հանուն արդարության պետք է ասել, որ նույնիսկ նախընտրական ծրագրում հստակ գրված էր եւ այս ընտրությունները տարբերվում էին նաեւ 21 թվականի ընտրություններից, որովհետեւ ոչ ոք չէր ասում, որ Հայաստանում պիտի ամեն ինչ շատ լավ լինի, ազգայինի վրա պիտի հիմնված լինի, որ պիտի ադրբեջանցիները
այստեղ այսպես ազատ շփում չունենանք եւ որ ամենակարևորն է նույնիսկ նախընտրական ծրագրում գրված էր որ կաթողիկոսի հետ կապված եկեղեցու հետ կապված միջամտություն է նախատեսվում այսինքն անակնկալ կար թե գործողությունների ձևն էր անակնկալ նայեք սա կարևոր չէ ով իր քաղաքական ծրագրում ինչ է որովհետեւ իրականության մեջ եթե դուք նայեք ու հիշեք գործընթացը նախընտրական քաղաքական տեքստի մեջ չէր պայքարը, քաղաքական ծրագրերի մեջ չէր պայքարը։ Պայքարը ցավոք սրտի սկզբանե իշխանությունը թելադրեց ատելության մեջ։ Այսինքն, եթե մի բան էս իշխանությունը կարողանում է լավ անել, դա ատելության տարածում է հայ նկատմամբ, հայաստանցի Ղարաբաղցի բաժանումը, որ իրան կարին, հետո հայաստանցի սփյուռքահայ բաժանումը, հիմա ասենք թե ԿՊ ընտրող, ԿՊ չընտրող բաժանում են անում։ Չէ, սրանք կաշառակեր են, նրանք անկաշառ են եւ այլն։ Այս ատելության քարոզը եւ պլյուս զանգվածային ընտրակեղծարությունները եկեք հիշենք էլի միայն 100,000-ից ավելի անձնագրեր, որոնք այդ համակարգերը չեն ճանաչել, ձեռքով են սա էլ աննախադեպ։ Ձեռքով են այդ անձնագրերը ներդրել, որովհետեւ համակարգը չի ճանաչել։ Միայն 18,000 գաղտնի այսպես կոչված անձանց անուններ են եղել, թե ովքեր են ստուգել հնարավոր չէ, որովհետև դա ինչ-որ հատուկ գաղտնիությամբ է, թե 18,000 գաղտնի մարդիկ քանի անգամ են ընտրում, չգիտենք, այդ զինվորականների գիշերային այդ ընտրությունները եւ այլն, այսինքն գյուղերում շատ գյուղերում ընդհանրապես բաց ընտրություններ են եղել, փաստացի, որ ասենք հանրաժողովի նախագահան եւ գյուղապետը նույն մարդն եղել, որը կանգնել է նայ թե ոնց է ընտրում, դե գյուղերն է գնացել 70-80%-ով Նիկոլ են ընտրել։ Բայց հիմա ճանապարհներ են ուզում փակեն։ Դե հիմա չգիտեմ, շատեր խաբեր օրինակ հայտարարում իբր թե Կիրանցում իրանցիներն այնքան գոհ են, որ ընտրել են Նիկոլին, բայց իրականությունը բացահայտեցին, որ դա կեղծիք է, որտեղ իր հակառակը Կիրանցը Նիկոլին դեմ է քվեարկել, ոքի բերել են այնտեղ զինվորականներին են ընտրել, որոնք տեսել են ոնց են ծրարները մեջը դրած համապատասխան թուղթը տալի զինվորականներին, որ մասնակցեն։ Այսինքն այս կեղծիք է նաշան մասսայական է եղել, բայց նույնիսկ այս մասսայական կեղծիքի, այս խաբկանքի, այս բռնության, տերորի պայմաններում իրենք չկարողացան այն արդյունքը հասնել, իշ մեկը։ Մարդամեկ ասում, ինքը պետք է ունենա 2/3-ը, իսկ 2/3-ը իրան պետք է որպեսզի Ադրբեջանի բոլոր պահանջները կատարի։ Այսինքն նույնիսկ այս տերորից հետո իրենք չկարողացան ունենալով դա էլ հիշենք եվրոպական այսպես կոչված ժողովրդավարների աջակցությունը Մակրոն, Թրամփ, չգիտեն, գալիս էին, գնում էին, գոռում էին, աջակցում էին, պաշտպանում էին եւ այլն։ Նույնիսկ այս ամենի պայմաններում մենք չկարողացանք նույնիսկ 50% հավաքել։ Բայց իշնորհիվ այն բանը, որ մեր սահմանադրությունը գրել են մարդիկ, որոնց ես ինքս համարում եմ պետական հանցագործներ, սահմանություններով, դա հնարավորություն է տալիս ունենալով ընդամենը 49% դան, հավաքել 58% տեղերի վրա հավակնել, հիմա արդեն Վարգավաճին դուրս մղելով իրանք 60%-ի վրա հավակնում են, այսինքն 3/5-ն փորձում վերցնել։ Այսինքն սա այս տերորի բանի հիմքում դա էլ նկատենք էլի ոչ կատարյալ պետական համակարգն է, բավականին հանցագործ ձևով այլ բառ չեմ գտնում ասել գրած սահմանադրություն է, որը հնարավորություն է տալիս այդ ահաբեկչության տերորին, որտեղ Հայաստանում կարելի է փողոցից գալ եւ ունենալ աբսոլյուտ իշխանություն, մի համակարգ է մշակել, որտեղ մի կուսակցությունը կարող բացարձակ իշխանություն ձեռք բերի եւ անի ինչ որ ուզում է։ Ու այս համակարգը ինքը իր ձևի մեջ հնարավորություն է տալիս, եւ որ ահաբեկիչներ են եկել իշխանության, սկսեն այս ձերբակալությունների շարքը, որը ես համոզված եմ, ընդամենը նորա այս թափանիվը սկսել պտտվել, շուտով 2 հոգու անուն տվեք, հավատացեք, մի ամիս հետո անց թիվը կնի 20-30-40 հոգի։ Յուրաքանչյուր հաջորդ պահի մենք տեսնում ենք եւ այդ մասին մարդկանց ձերբակալել են մեն Facebook-յան ստատուսի համար, չէ, ասենք Ալեն Ղևոնդյանին ձերբակալել են, չէ, ստատուս գրելու համար, այսինքն իրանց համար ոչ մի սրբություն չկա, այսինքն ոչ մի հավատ խոսքի ազատություն, մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլ չկա, մանավանդ իրանք ունեն նաեւ գրպանային այսպես կոչված արևմուտքից վարձատրվող կեղծ այդ քաղաքասարակությունը, որը գրում այդ վարձկաններն են, որոնք գրում են, երբ որ պետք է իրենց ինչ-որ մեկին քաղբանտարկյալ ճանաչում են, երբ որ պետք չի, ասենք թե հարավոր այսքան ձերբակալվածներ կա, ասենք թե
իրանք գտնել իրաց մեջ համարձակություն, օրինակ Անդրանիկ Թևանյանին, Ալիքին Ալեքսանյան, մյուսներին ձերբակալված քաղ բանտարկյալներ ճանաչի չեն գտնի, որտեղ դրանց համար իրաց չեն վճարում։ Սա է ցավոք սրտի։ Պարոն Մանվելյան, շատ այդ մասին խոսվեց, չգիտեմ սա ինչ որ խորհրդանշական էր թե հատուկ էր, բայց ընտրություններից հետո եւ մասնավորապես հայտարարելուց հետո վարչապետի, որ իրենց ուժը վերընտրվել է եւ 2/3-ը արդեն նույնիսկ սկզբում նշեցին սահմանադրական մեծամասնություն, հա, ունի, դրանից անմիջապես հետո առաջին պետական այցը Ալիևի խորհրդականի այցն էր, որ զբոսնում էր Դիլիջանում, այն հատվածում, որտեղ Ռուբեն Վարդանյանը վերակառուցել էր եւ այդ գեղեցիկ պուրակը պարգևել էր քաղաքին։ Ընդհանուր առմամբ չմոռանանք, Դիլիջանում Ռուբեն Վարդանյանը $200 միլիոն ծավալ ներդրում է արել։ Կառուցել է, վերակառուցել է այդ քաղաքը եւ դարձրել է Հայաստանի կուրորտային ամենամեծ քաղաքներից մեկը, որտեղ պարբերաբար ԿՊ-ն հաղթում է բոլոր ընտրություններում, դա չմոռանանք։ Հենց այդ քաղաքի ներսում։ Սա էլ քաղաքացիների շնորհակալությունը Ռուբեն Վարդանյանին։ Սա էլ իր մեջ ինչ որ սիմվոլիկա ունի ու ես համոզված եմ դա հատուկ է արված այդ հանդիպումը Դիլիջանում։ Դա հատուկ էր արված ոչ միայն Ադրբեջանի կողմից, ես համոզված եմ դա հատուկ էր նաև հայկական կողմից, որոնք այսպեսով ցանկանում են ասենց ասեմ մեկ անգամ եւս ստորացնել Ռուբեն Վարդանյանին, որը հիշում եք ընտրություններից առաջ ձայնային ուղերձ էր եղել եւ այս մարդկանց ճիճուների հետ էր համատը, որ սրանք իսկապես ճիճուներ էլ կան։ Եվ երկու կողմն էլ մեծագույն հաճույք են ստանում մեր հայ գերիների ստորացման գործընթացին մաս կազմելու, որովհետեւ նորից եմ գրում, այս այսպես կոչված հաղթանակը գործող քաղաքական ռեժիմի, սա նվիրված էր Ադրբեջանի եւ նրա պահանջները կատարելու հստակ ծրագրի, որի հիմքում Հայաստանից այսպես կոչված անկլավների հանձնում է, որի մասին իրանք խոսում են եւ սկսելու են շուտով ու Տավուշից են սկսելու եւ Տավուշում արդեն պատրաստում են 3 գյուղ նվիրաբերել թուրքերին, որը ընդհանրապես Տավուշը կդարձնի կիսանկլավային վիճակի, դեպի Վրաստան գնացող ճանապարհը կփակվի եւ այլն, դրա դիմաց կարող է եւս մի քանի հազար լիտր բենզին տան Հայաստանին, նախիրն էլ կուրախան է։ Պարոն Մանվելյան, հանուն անկեղծության իհարկե այս ամբողջ ձեր նշած, հա, այս կեղծիքները եւ այլն, բայց պետք է նշել, որ ամեն դեպքում որոշակի թվով ձայներ, ոչ իհարկե հրապարակված, բայց իշխանությունը տրվել են բնականաբար, այսինքն ունի իր ընտրողը, այսինքն նույն Տավուշը, նույն դուք նշեցիք Դիլիջանի օրինակը, բնակչությունը համաձայն է այն ծրագրին, որովհետև այս անգամ որևէ բան թաքնված չի եղել։ Նույնիսկ անկլավների մասին էր գրեթե բացահայտ խոսվում, անկլավացվածների։ Նայեք, բնակչության մի մասը, ասենց ասեմ, գաղափարական ոչ մի ծրագրի հետևից չի գնում, ինքը կոպիտ ասած թքած ունի։ Մի հսկայական հատված հատկապես գյուղական բնակչության, որը քվեարկվում է իշխանությունների կողմ։ Կարևոր չէ ով է իշխանությունը։ Նախկին իշխանությունը, ներկա իշխանությունը, վախենան վաղմիսը Հայաստանում ադրբեջանական իշխանությունը ասած, իրանք այդ ադրբեջանական իշխանությանը կողմ կքվեարկեն։ Կա տենց մի հսկայական հատված, ոչ բոլորն են, բայց դա ստաբիլ sense հատված է, որը իշխանություններն է, ասենք վաղը երկի վարչապետի անունը Աբդուլ Համիդն է, կգնան Աբդուլ Համիդին կողմ կքվեարկեն։ Բայց նաև կան տարբեր այլ պատճառներ, բացի հասկանալ այս կեղծարարությունը դրենք մի կողմ։ Մարդիկ շատ նյութապաշտ են։ Իրանք նայում են իրենց այս պահինյանց շահը ինչումն է, իր տան մեջ իր բանջար բոստանը ոնց է աշխատում եւ այլն, ինչումն է իր շահը եւ ոնց են աշխատում եւ այդ ում հետ է իր շահը ընդհանուր հայտարարի գալիս, ասենք թե գործող ռեժիմի հետ, թե ասենք թե ընդդիմության հետ, որը տարբեր խոստումներ էր տալի։ Ու ինչքան ընդդիմություն իր խոստումների մեջ ավելի, ասենք ասենք համոզիչ։ Այսինքն սա տարբեր պատճառներ կան, որտեղ գյուղական բնակչությունը մի ձև է մտածում, քաղաքի այն բնակչությունը մի այլ ձև է մտածում, իրանց այսպես առաջ քաշած կեղծ խաղաղության կոնցեպտը եւս որոշ չափով աշխատում էր։ Այսինքն եկեք դա էլ ընդունենք փաստը, բայց մի հսկայական էլ հատված անտարբեր էր, թքած ուներ, ով ուզում է լինի։ Պլյուս դեր խաղաց նաեւ այսպես կոչված ձայն փոխշահացնողների գործոնը, որոնք մոտավորապես 200,000 ձայն են տարել ընդդիմությունից ընդհանուր առմամբ,
բայց միևնույն է, նույնիսկ այս ձայներն է, որ այս ամենով հանդերձ իրանք այդպես էլ չեն կարողացել 50% պլյուս Այսինքն սա կարելի է դրական տեղաշարժ կամ ինչ-որ ապագա պայքարի համար շատ հիմա ընդդիմադիր դաշտում այս խոսույթն է կարծես ձևավորվում, որ ապագա պայքարի համար շատ ավելի ամուր հենք է սա։ Չէ, միանշանակ շատ ամուր հենք է, որտեղ իսկապես իրանց ամբողջ այս ռեսուրսի, այս տերորի ահաբեկման պայմաններում մենք չկարողացան հավաքել այնքան ձայն, ինչքան ուզում էին։ Հիշում եք, նույն կենտրոնական ընտրականը շատ տեղերում խախտել էր, չէ՞, ասենք թե օրինակ չեմ հիշում Տավուշի որ գյուղերից մեկն որ ամբողջ ուժեղ Հայաստանի ձայներ ուրիշի անվան դիմաց են գրել, ասեն շարունակաբար շատ տեղերում։ Հետագային պարզվեց, որ այդ ամենը այդ կեղծիքները բանը լավ է, որ ամենտեղ ունենք նաև այդ քաղվածները ընտրության արդյունքները համացությամբ տեսնում ենք այն մասսայական կեղծարարությունը, որը գործում էր արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որտեղ նրա կողմից այդ թվերի հրապարակումը, նաև դա էլ չմոռանանք, գիշերվա ժամը 2-ին իրենք դադարեցրեցին հաշվարկները, սա էլ էր աննախադեպ, չէ՞, եթե շատերը սպասում որ հիմա ինչ-որ լույսերը կանջատեն, մենք դրան էլ ենք պատրաստ, ապա այս անգամ կեղծարարության այլ մեթոդաբանություն գիշերվա կեսին դադարեցնում են հաշվարկները, հայտարարում են որ 59%, հետ ասում են լավ 10%-ն ենք հաշվել, դադարեցնում ենք ժամը 9-ին կսկսենք։ Դենց բան նախկինում երբեք չի եղել։ Այո, գնացին քնելու։ Այսինքն այս մարտիկ տարբեր մեթոդաբանություններ են օգտագործում, նույն այդ Եվրամիության եւ եվրոպական իրենց այսպես կոչված դաշնակիցների երևի խորհրդով, որովհետեւ այս կեղծարարությունը գնա, ցավոք սրտի այս կեղծարարությունը դեռ չի ավարտվել, իրանք այս տերորը ընդդիմության նկատմամբ դեռ շարունակելու են, որտեղ հասկանում են առաջինը, որ չնայած այս ամբողջ աջակցությանը, չնայած այն ահռելի գումարներին, որ իրանք ծախսել են, միևնույն է, բնակչության 50% եւ ավելի իրանք չի աջակցում։ Եվ իրանք պետք է նույն այդ իրենց եվրոպացի տերերի առաջ պատասխան տան, էլի, այսքան միլիարդների գումարներ են ներդրել, ենք արել, ձեզ եկե աջակցել ենք Թրամփն ա եկել, չգիտեմ, Վենսն ա եկել, Մակրոնն ա եկել, Ռուբիոն վերջին պահին եկավ ինչ-որ թղթի կտոր ստորագրեց, որը կարծում ես սարսափելի փաստաթուղթ է, մեզ Հայաստանը կիսագաղութային համակարգ կառուցելն ուղղված փաստաթղթեր են ստորագրում, ու չնայած այս ամենին ունենալով ամբողջ պետական ռեսուրսը կեղծարարության, նկարչության այս ամբողջ մեխանիզմները, իրենք միևնույն է փաստացի չեն կարողանում 50% հավաքել։ Հավատացեք, ու սենց հավասար ուժերի միջև ընթացող պայքար չի եղել։ Այսինքն ազնվություն չի եղել այս պայքարի մեջ, եղել ամենակեղտոտ, ամենաանազնիվ պայքարը, որի ժամանակ իրանք խաղում էին, ասենց ասեմ, կեղծված քարտերով։ Ու այդ քարտերը ու խաղի կանոնն էլ ընթացքում փոխում էին։ Այնուամենայնիվ, այս նշում եք, որ նույնիսկ այս պարագայում կեղծված քարտերով ընթացքում խաղի կանոնները փոխելու արդյունքում էլ հաղթանակը լիարժեք չէր, լիակատար չէր, այն չէր, ինչին սպասում էին։ Ինչ էր սպասվում եւ ինչ պիտի աներ ընդդիմությունը եւ առաջին պահի այդ լռությունը արդյոք այդպես հանկարծակի գալու հետ էր կապված, եթե խնդիր կա ամեն դեպքում, որովհետեւ հասարակության ու ընդդիմության մեջ կոմունիկացիայի լուրջ այսպես դադար գրանցվեց ընտրությունների օրը անմիջապես։ Նայեք, ես ճիշտ ասած թե դժվարանում եմ ուղղակիորեն այս հարցին պատասխանել, քանի որ սա ավելի ճիշտ կն հենց իրենց ուղղել, ովքեր մոտ էին կանգնած այդ որոշումները ընդունելն այդ պահին։ Չէ, ձեր մասնագիտական վերլուծությունը ինչի հետ կարող է կապված լինել։ Իմ կարծիքով այստեղ շատ հնարավոր քաղաքական փորձի բացակայություններ, չէ՞։ Այսինքն այն պահին, երբ որ մարդը մեկ իրեն արդեն վարչապետ էր հռչակում, դեռ 10% արժե, հակառակ ընդդիմությունը պետք է իմ կարծիքով հանդես գար հայտարարությամբ ասել, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքը, որ ամբողջովին կեղծված ու արդեն այդ պահին պարզ էր։ Որ այն բանից հետո որ այս անձը հայտարարում ենք իրեն հռչակում է վարչապետ, ինքը ինչը սահմանադրության օրենքների բոլոր խախտում է, հասկանալ է, որ արդեն իրեն ենթակա մարմիններ այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ մյուս ստիպված են նկարել մի բան, որպեսզի իր հայտարարությունը հաստատեն։ Այսինքն արդեն պարզ է որ բացի այն ահաբեկությունից որ կար մինչև ընտրությունը, արդեն ընտրությունների օրը գիշերը գնում է գործընթացի կեղծարարություն եւ ընդդիմությունը պարտավոր է շատ ավելի կոշտ հայտարարությամբ հանդես գալ, որ չի ճանաչում ընտրությունների այս տեսակը, այս անձինը չի ճանաչում որպես երկրի վարչապետ ու ընդհանրապես
պատրաստվում է բողոքարկել ու ընդհանրապես արդյունքները, որտեղ իրեն ձեռին էլ կային այդ արդյունքները։ Այո։ Որտեղ Ինչու չէին հրապարակվում այդ ժամանակ ընդդիմության ունեցած տվյալները։ Դե ընդդիմությունը այդ առումով իրանց կենտրոն ուներ, որը պետք է շատ ավելի արագ աշխատեր եւ կարողանար դա հրատարակել, հա։ Պարոն Մամելյան, այս Բայց կներեք, մինչև արդյունքները հրատարակելը սկզբունքորեն նույնիսկ իրենց ռեժիմի ձեռնել այդ արդյունքները վերջնական չկային, բայց իրանք են փորձում էին, ասենց ասեմ, ցունցվանգային իրավիճակ ստեղծել, էլի շախմատային տերմինոլոգիայով ասած, այսինքն պատային մի իրավիճակ ստեղծել, որ ստիպեն ընդդիմությանը սխալներ գործի։ Դա համար ես հիմա դժվարանում եմ ասել, կարող է եւ ճիշտ արեց ընդդիմությունը, որ չշտապեց ջր հայտարարությամբ կամ ընդհակառակը պետք է շատ ավելի կոշտ հայտարարությամբ հանդես գալ եւ հայտարարել։ Ну, հիշում ենք նախկինում օրինակ 2008 թվականի ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն իրեն հաղթած կողմ հայտարարեց, չնայած թվերը լրիվ այլ էին այն ժամանակի տարբերությունի մի կողմ։ Այո։ Այսինքն այստեղ տարբեր սցենարներով կարող է զարգացումը գնալ, բայց հիմա իրանք ընտրել են դա, երևի իրանց ոնց ասում են ավելի տեսանելի է։ Մենք հիմա ըստ էության հասարակությունը պիտի սպասի, հա, ընդդիմադիր 6 ուժեր նաև հայտարարություն ստորագրեցին, որ չեն ընդունում արդյունքները եւ սահմանադրական դատարան են դիմում։ Մենք հիմա սպասում ենք այս ընթացքին, բնական է, դուք էլ նշեցիք, ակնկալիքները մեծ չեն։ Հիմա կամ նայեք, եթե մենք ունենայինք անկախ սահմանադրական դատարան, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բավարար էր, որտեղ ինքը խայտառակ որոշում է ընդունել, որովհետեւ ընդհանրապես ընտրությունները չեղյալ հայտարարել։ Բայց ես հուսամ գոնե իրան կգնան ինչ-որ կոմպրոմիսային լուծման եւ ասենք թե այդ 3 ընտրատեղամասերում, որտեղ տենց էլ չեղյալ հայտարարեցին, բայց վերընտրություններ չկատարեցին, այնտեղ վերընտրություններ կլինեն, որը իրավիճակ գոնե ինչ-որ առումով կփոխի, այսինքն Բարգավաճ Հայաստանը նորից կվերադառնա խորհրդարան։ Այսինքն գոնե այս կոմպրոմիսային լուծումը շատ հնարավոր է լինի, բայց իրականության մեջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի խայտառակ որոշումը նորից եմ կրկնում։ Դա ասենց նվեր է, էլի իրավաբաններին եւ սահմանադրական դատարանին, որը ընդհանրապես այս ընտրությունները չեղյալ հայտարարի եւ հայտարարի, որ պետք է Հայաստանում կայանան նոր ընտրություններ, ազատ մրցակցային ընտրություններ, եւ որ ընտրության հիմնական տեխնացուները բանտերում չեն, շտաբերը նորմալ աշխատում են, հետապնդումներ չկան, չգիտեմ, երբևէ պարզա որ այսօրվա ռեժիմի օրոք դա հնարավոր չէ, բայց երբևէ հնարավոր է Հայաստանում դա լինի վերջ։ Հասարակության մեջ նաև հիասթափության, հա, բնական է, հասկանալի է, ապաթիայի ինչ որ նշաններ կան, մտածում էին ի վերջո մենք կարող էինք կամ իրավունք ունեինք մտածել, որ հունիսի 7-ով ինչ որ բան պիտի սկսվեր ու ավարտվեր։ Նայեք, ես կարծում եմ հունիսի 7-ի նկատմամբ մի քիչ սպասումները չափազանցված էին, հատկապես հենց արմատական ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց մոտ, որ սպասում էր հունիսի 8-ին մի այլ առավոտ է բացվել են հայտնի հեքիաթի նման։ Չէ, իմ խորին համոզմամբ պետք է հունիսի 7-ին դրվեր նոր քաղաքական ընդդիմության հիմքը։ Ես կարծում եմ այսօր ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն պարտադիր կերպով։ Բոլոր ուժերը եւ խորհրդան անցած եւ բավականին բարձր քվեներ հավաքած որ ովքեր նույնիսկ չեն էլ անցել, միավորվեն մեկ կենտրոնական հարթակ ստեղծեն կառավարման եւ եթե իրանք մտնում են խորհրդան, ապա խորհրդանում պետք է գործի մեկ ընդդիմադիր ուժ։ Ոչ թե մի քանի ֆրակցիաներ, ոնց որ նախկինում էր, երբ որ կար Հայաստան դաշինք, պատիվ ունեմ դաշինք, չէ, մեկ ընդհանուր ընդդիմադիր ուժ պետք է գործի։ Միասնաբար պետք է գործեն, ընդհանուր քաղաքական ծրագրեր անեն, որտեղ արժևում եւս շատ կարեւոր բաներ են սպասում, նայեք, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի թույլ չտրվի այսպես կոչված այս անկլավների Հայաստանից հողերի հանձնումը, որտեղ Հայաստանը դրա արդյունքում ինքն է անկլավի վերածվում։ Աշնանը սպասվում է 46 համայնքներում ընտրություններ են սպասում, պետք է շատ ակտիվ կերպով այդ ընտրություններին եւս մասնակցել, այսինքն պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում գոնե մթնոլորտ փոխվի, իրավիճակ փոխվի, որովհետև այդ սպասումը կա, ճիշտ է, այս ընտրությունների սպասումը շատ էր, հիասթափությունն էլ է շատ, բայց ես համոզված եմ, սա ժամանակի հարց է կանցնի։ Հիմա առաջնային խնդիրը ես կարծում եմ սա Բարգավաճ Հայաստանի խորհրդարան բերելն է, որը կարելի անել սահմանադրական դատարանում նոր այդ 3 տեղամասերում ընտրությամբ, երկրորդ քայլով պետք է ընդդիմությունը միավորվի, խորհրդանը պետք է մեկ ընդդիմադիր ուժ լինի, մեկ կենտրոնից կառավարվող, մեկ շտաբով եւ այլն։
Եվ պետք է անպայման կերպով հիմքեր դրվեն, որպեսզի թույլ չտրվի աշնանը, որ աշնանային ոչ միայն աշնանը մասնակցել ընտրություններին, այլ ամենակարևորը թույլ չտրվի, որպեսզի Հայաստանից թեկուզ 1 սանտիմետր տարածք գործող ռեժիմը փորձի հանձնել թուրքերին, որը ինքը աշնանը արդեն սկսելու է հենց իշխանության լծակների ձեռը վերցնի։ Սա չի նշանակում արդյոք, որ մինչև աշուն կշարունակ, դուք նշեցիք, որ ռեպրեսիաները, կալանավորումները, այսինքն ավելի ու ավելի կնոսրանան ընդդիմության շարքերը, կգլխատվի ընդդիմությունը։ Եթե ընդդիմությունը միավորվի մեկ միասնական թիմով գործի, կարծում եմ ընդհակառակը կարող է ընդդիմության շարքերը ավելի խտանան։ Սա կախված է իր քայլերից, իր վճռականությունից։ Պարոն Ավելյան, աշխարհաքաղաքական նաև օգտվեմ այդ հնարավորությունից, ձեր մասնագիտական առանձնահատկությունը, նաև աշխարհաքաղաքական մենք նշեցինք տարբեր, դուք նշեցիք եվրոպական, հա, նաև ամերիկյան ղեկավարների այդ արագ արձագանքը, ինչ որ առումով ոգևորող մասնակցությունը ընտրություններին, այնուամենայնիվ Ռուսաստանից մենք տեսնում ենք պատժամիջոցներ, որի ուղիղ ազդեցությունը մեր ժողովուրդը իր վրա արդեն զգում է եւ դեռ հավանաբար էլի կզգա, եւ միևնույն ժամանակ կարծես ինչ որ հապաղում են որոշակի ինչ որ հայտարարություններ են լսվում Ռուսաստանից եւ այլն ընտրությունների արդյունքների հետ կապված։ Աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի շուրջ այս պահին գոյություն ունեցող ինչքանով է բարենպաստ ընդդիմադիր որոշակի ուժերի համար գործողություններ անելու։ Նայեք, աշխարհաքաղաքական իրավիճակը ներքաղաքական զարգացումների վրա Հայաստանում ցավոք սրտի միշտ էլ ազդել է։ Հայաստանի հետ կողմից մանավանդ հիմա Չէ, օրինակ վերջին 35 տարում դուք երբևէ տեսել եք, որ դրսից գան ասել մենք սրանն ենք աջակցում կամ նրան ենք աջակցում։ Երբեք տենց բան չի եղել։ Խնդիրը արտաքին աշխարհաքաղաքական իրավիճակի բարենպաստ կամ ոչ բարենպաստ չէ, խնդիրը Հայաստանի ներսում իշխանության թուլության մասն է։ Դապես ոչ թե իշխանության, այլ Հայաստան պետության թուլության մասն։ Հայաստանին այսչան են թուլացրել, սարքել են, ասենց ասեմ, մանկուրտ պետություն, որ ասենք թե դրսից գալիս են, ասում են այսի մեր տղեն է, գլուխը շոյում են, ասում են մեր տղուն կընտրեք էլի։ Սա Հայաստանի ինքնիշխանության այն ամենացածր աշճանի մասին է խոսում։ Եվ որ հետո հաջորդ օրը երկու օր հետո Հայաստանում իբր թե ընտրությունից հետո առաջին անձը որ գալիս է Ադրբեջանի ներկայացուցիչն է, որը գալիս է հենց Դիլիջանում սկսում է տիրոջ իրավունքով պտտվել, ման գալ, նայել թե երևի իրենց ապագայում իրենց այսպես կոչված 300,000 տուրիստների համար տեղ են ման գալի, թե որտեղ հարմար ապրել։ Այսինքն խնդիրը արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ է, խնդիրը Հայաստան պետության ուժեղացման մեջ է, որը պարզად չի կարող տեղ ունենալ այսօրվա իշխանության օրոք։ Եթե այսօրվա իշխանությունը չփոխվի, մենք շարունակելու ենք տարբեր երկրների ձեռքում գործիք լինել։ Ոչ ոք մեզ չի օգնի։ Նենց չի, շատերը կարծում են, որ իբրթե ռուսները այս կողմից են կամ այն կողմից։ Ռուսները առանձնապես հետաքրքիր չի Հայաստանում ով է իշխանության։ Նիկոլը կլինի, ով կլինի, ով ուզում է լինի։ Իրանց համար կարևոր իրենց քաղաքական շահերն են։ Իրանք Նիկոլին դեմ չեն, իրանք դեմ են իրենց վարած պրոեվրոպական այսօրվա ռեժիմի քաղաքականությանը։ Վաղը փոխեն դարձեն պրոռուսական, կասեն ջայնամը Նիկոլը չէ, ով ուզում է ինձ համար մեկը։ Այսինքն դուք մի դիտարկեք, որ ասենք թե ինչ որ մեկ ուզում է մեզ օգնել, մեզ ոչ ոք չի ուզում օգնել, բացարձակ։ Ոչ Եվրամիությունը, ոչ Ամերիկան, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Իրանը, բայց մեզ բոլորը ուզում են օգտագործել։ Սա է խնդիրը։ Ու ցավոք սրտի այսօրվա ռեժիմը պատրաստ է օգտագործվել նրա կողմից, ով որ իրան կվճարի։ Հայաստանի հայ ժողովրդի մեր եւ ձեր շահերը միասին վերցած դրված է երկրորդական էջում առաջնայինը Հաջիևն է, որը Դիլիջանում պետք է տիրոջ իրավունքով պտտվի։ Սա է ցավոք իրողությունը սա է։ Հետեւաբար կարելի է արդյոք Հայաստանում ընդդիմությունը կարա Հայաստան իրավիճակ փոխի, հավատացեք կարա։ Ուղղակի եթե Հայաստանում ուժեղ իշխանություն լինի, ձիգ տղեր կլինեն, ասենց ասենք, շատ բան կփոխվի Հայաստանում։ Մի մարդ կարա շատ բան փոխի երկրում։ Իշխանությունը, չէ, ընդդիմությունը եթե։ Այո, եթե ընդդիմությունը գա իշխանության, ես նկատում եմ։ Մի մարդ մենք միշտ այն կեղծ դիալեկտիկայի կողմնակից, որի պետք է ժողովուրդներն են որոշում, բայց թե չի։ Անհատներն են պատմությունը գրում։ Միշտ էլ անհատն է որոշում, ամբողջ պատմության ընթացքում։
Արած մի անհատ է գալի, որը ամբողջ պատմության ընթացքը փոխում է։ Եվ նույն անհատը երկիրը կարա տանի թուլացման, ստորացման, պատերազմների ոնց որ սա է անում եւ կարա մեկ այլ անհատ գա, որը երկիրը տանի ուժեղացման ճանապարհ։ Այլ բանա, որովհետեւ այս հարցերն են իսա լավ, ինչու են մարդիկ սրան քվեարկում։ Գիտության մեջ sense հասկացողություն կա, որը այսինքն ժողովրդի ծոցից դուրս եկած ղեկավար, որի առաջին օրինակը համարվում է իբրև Ներոնն է եղել։ Հռոմի կայսրը, որը հիշում եք, պլեյբեյը, այսինքն շատեր էին սիրում Հռոմի պլեյբեյները, այդ աղքատ խաժամուժը պաշտում էր Ներոնը, որտեղ ինքը իրանցից մեկն էր։ Մինչև այն պահը, որ Ներոնը Հռոմը վառեց, հա, հետո էլ որ հասկացա, որ այդ պլեյբեյին շատ հարված է ինքը, բանա ինքը հայտարարեց, որ հիշում եք, որ քրիստոնյաներն են դա արել, սկսեցին զանգվածաբար քրիստոնյաների սպանել։ Հիմա մոտապես այս վիճակում են գտնում։ Պլեյբեյը մեր ցավոքսորտի շատ է սիրում Նիկոլին, որովհետև տենում է իր այդ զազրելի կերպարը, ու դրա մեջ ինքը իրեն է տեսնում։ Ինքը իրանց ներկայացուցիչն է, այսինքն ինքը հայ ժողովրդի հետ բացարձակ կապ չունի։ Ոնց որ նաև այդ պլեյբեյը հայ մարդու հետ կապ չունի։ Մինչև այն պահը, երբ որ իրանք կտեսնեն, որ իրանք Ես չգիտեմ, ծաղիկները, ապրանքը եւ այլն։ Բայց հիմա տեսնում են, չէ, պարոն Մանվելյան, ասենք հիմա արդեն բերքը, հիմա ծիրանը արդեն կլինի, ասենք ծաղիկների վիճակը տեսնում են, լավ, ինչ որ փոքր խմբականակներ, բայց իրենք հո հասկանում են այդ մարդիկ իրենց ծավալը, չեն հասկանում։ Ես համոզված չեմ, որ հասկանում են։ Ու համոզված չեմ, որ սենց ասեմ, այդ մասանը, որ Նիկոլա միշտ քվեարկում կարա ինչ-որ մի բան հասկանա։ Իրանք ընդամենը նույն Ներոնի պատմությունը իշեն։ Բայց քաղաքում էլ են քվեարկում, պարոն Մանվելյան, ահա։ Պլեյբեյը ամենտեղ կա, նույն ասենք իշենք Մուսոլինին 23 թվականն եկավ իշխանության, անմիջապես այն բանից հետո, երբ որ օրինակ նախկինում ցենզային համակարգ կար Իտալիայում ընտրությունների։ Այսինքն օրինակ այն մարդը, որ ունի սեփականություն, ընտրելու իրավունք չուներ։ Հենց որ դա վերացեցին, Մուսոլինին դարձավ երկրի վարչապետ, որը ինչ ավերասեց այդ երկրում չգո 20 տարի իշխել է, 20 տարի։ Մինչև իրան սպանեցին ու ոտերից կախեցին։ Բոլոր այդ ժողովրդի ծոցից դուրս եկածների վերջը դա է, Ներոնն էլ չէ սպանեցին։ Հիտլերն էլ սպանեցին, որ էլի ժողովրդի ծոցից էր դուրս։ Այսինքն սրանք մարդիկ են, նույն Ներոնը, Մուսոլինին եւ Հիտլերը, որոնք ոչ մի արժանիք չունեն։ Ոչ որպես մարդ, ոչ մի արժանի կյանքով չեն ապրել։ Այսինքն ոչինչ չունենալով ոչ մի բան, պատահաբար դարձել են երկրի ղեկավար եւ այդ երկիրը տարել է միայն ավերման, քանդման ճանապարհը, բայց դրա հետ միասին վայելել են այդ պլեյբեյների այդ օխլոսի կամ այլ կերպ ասած սերն ու հարգանքը, որտեղ իրանք այլ բան չեն կարող սիրեն, իրանք սիրում են միայն ու որ տենում են, որ ասենք ինչ որ պերաշկի է կրծում, դա իրենց մի այլ տեսակի, չգիտեմ, հաճույք է պատճառում, էլ տեսնելով իրենց վարչապետը ոնց է պերաշկի ունես, որ այդ վարչապետը մի քանի պատերազմի է տարել եւ բացառված չէ, որ մենք շուտով հայտնենք նոր պատերազմի առաջ իրաք հայլերի արդյունքում, սա իրենց արդեն երկրորդական է, էլի։ Պետք չի մարդկանցից ուզում ասեմ, ցենց ինչ որ դիտակցված որոշումներ։ Մարդկանց ճշտող մետացություն կարծեմ Հարվարդում կար հայտնի ուսումնասիրություն, որ ապացուցում էր, մարդկանց 80% ի վիճակի չի մտածելու ընդհանրապես։ Նրանք կարող են պարզ պրիմիտիվ գործողություններ անել եւ ոչ ավելի։ Այ այս նաև հետազոտության արդյունքը, եթե հիմք ընդունենք, ինչի արդյոք ճիշտ էր այդ թիրախային ուղերձները տեղ կա հնարավոր էր հասցնել, որովհետև հիմա այս պահին, մեր զրույցի պահին էլ երևի Հայաստանի որևէ անկյունում պատի վրա մեր անմահացած հերոսներից մեկի լուսանկարն է, հա, այսպես հանում են, ջնջում են, էսթետիկ տեսքը վերականգնում են պատի, մենք սրա մասին այդ չունենք այն կառույցները նաև հասարակությունը ընդվզելով չունենք մենք սրա դեմ պայքարողներ։ Դնայք մարդիկ հիշողությունը գիտեք հայտնի Մաթեոսյանական խոսքը չէ անասունը մարդուց հիշողության պատահարում։ Այո։ Հա բոլորը չէ որ մարդ են մի կարծեք։ Շատերը ցանկանում են ջնջել իրենց հիշողությունը հետաքրքիր չի։ Ու նորից երբ որ դուք այդ պլեյբեյների մասին խոսացի իրանց երբ ինչ որ մեկին բերում են իշխանության, ապա իրենց համար պատմությունը սկսում է դրանից, այդ պայից սկսած։ Հա։ Այսինքն նույն Մուսոլինն էլ Իտալիայում համարում էր, որ ինքը նոր պատմություն է կերտել, պատմությունը իրենից է սկսում, ինչև այդ Իտալիան պատմություն չի ունեցել։
Սա մոտավորապես Նոր Հայաստան Հա, այդ Նոր Հայաստան գաղափարն է, էլի կոնցեպտը։ Ուղղակի փաստորեն 2018-ից էր այդ գաղափարը, բայց հիմա 2026-ից արդեն ուրիշ Նոր Հայաստան է, որովհետև այդ մեղադրյալները, այդ պետք է պատասխան տան ունեզրկումները եւ այլն սկսվում է 8 տարի իշխանություն ունեցողները սկսում են այս կետից հիմա։ Ես չեմ կարծում, որ իրանք կարողանան իրենց գործում ինչ-որ մի բանի հասնել։ Ունեզրկման կամ պատասխան տալու առումով 8 տարի այն մարդկանց խափեն։ Անկի շատերի համար հաճելի է դա լսեմ, որ հեսա այս մարդկանց մի առելի զանգված այդ նույն այդ playback կոչվածները, իրանք ատելով ատում են մեծահարուստներին, ցանկացած։ Այո։ Հա։ Եթե իրենց գաս ասում են ինձ ընտրեք, ես նան կունեզրկեմ, մեծ հայրիկով քեզ կընտրեմ։ Այն որ այդ մարդը 2-3 անգամ արդեն խափել է, իրանք չեն հիշում դրա մասին։ Նորից գալի ընտրում են։ Հենց որ պետք չի զարմանալ, որ այս մարդիկ անընդհատ այս հողի վրա կարողանում են մարդկանց խափել։ Ցավոք սրտի դա էլ հիշենք, որ այս ընտրապայքարը նաև անհավասար էր այն բանը, որ հիմնական, ասենք թե հեռուստաընկերությունը իրենց կողմից վերահսկվում էր։ Ասենք ՀՄԿ ամբողջ օրը առավոտ երեկո գործող ռեժիմի քարոզչությունն էր անում, ասենք թե ընդդիմությունը ընդամենը մի րոպեի չափ ինչ որ տեղ ուներ, օրվա մեջ մի անգամ, երկու անգամ այդ գովազդը կարար գնալ, վերջ։ Իսկ ամբողջ քարոզչությունը նվիրված էր, ասենք թե գործող ռեժիմ։ Սա էլ ազդում մարդկանց վրա, եկեք դա էլ չմոռանանք։ Պրոպագանդան շատ հզոր ուժ է։ Պարոն Մանվելյան, հիմա սցենարները, որ ինչ հավանական սցենարներ եք տեսնում, այս պահին փաստորեն ընդդիմությունը սպասում է պատասխաններին, ինչ հավանական սցենարներ եք տեսնում եւ այդ չարչրկված դարի հարցը, հա, որը չգիտեմ ինչի դարձել է այսպես mainstream, վերցնել մանդատները թե ոչ։ Նայեք, ես այդտեղ ունեմ հստակ կարծիք, չնայած դա իրանք պիտի որոշեն։ Նախ առաջինը մանդատները պետք է վերցնեն կամ չվերցնեն բոլորը միասին։ Ես ինքս կողմնակից եմ նա, որ այնուամենայնիվ մանդատներից պետք չէ հրաժարվել։ Այստեղ ասենց բան կա, կարելի է եւ չվերցնել մանդատները, բայց չհրաժարվելով դրանցից։ Ինչի համար, որովհետեւ գործող ռեժիմը կարա տարբեր տեսակի խայտարակ հակաիրավական գործողություններ անի, փորձելով, ասենք թե չանցած ուժերին բերել, սանցից չի կարելի դա բացառել, չնայած իրավաբանները ասում են, որ դա հակաօրինական է, բայց դե այսօրվա ռեժիմը ռոկին չհակաօրինական։ Իրանք կենտրոնական ընտրական հանձնաժողով մի ամբողջ կուսակցություն 58,000-ից ավել ձայն հավաքած դուրս են շպրտում։ Հենց որ ամեն ինչ հնարավոր է։ Բայց դրա հետ միասին պետք է իրանք նոց եմ գրկում, ընդդիմությունը պետք է շատ ավելի ակտիվ լինի, քան կար։ Իրանք պետք է չհրաժարվեն այդ մանդատներից, փորձելով նաև ստեղծել ինչ-որ այլընտրանքային պետական կառույցներ, նույն այդ այլընտրանքային խորհրդարան թող ստեղծեն, ինչ-որ տեղ հավաքվեն, տարբեր քաղաքական ուժերի, տարբեր հասարակական կառույցների, կազմակերպությունների հետ միասին, փորձեն քննարկեն ժողովրդին հուզող հարցերը, ժողովրդին հուզող խնդիրները, ու տեսնեն ժողովուրդը ուր է գնալու այս խորհրդարան, թե դեպի այդ ընդդիմության ստեղծած խորհրդարան, օրինակի համար եմ ասում։ Այսինքն պետք է սցենարներից մեկն, հա։ Ընդդիմությունը պետք է իր կապերը ժողովրդի հետ ուժեղացնի, աշխատանքը տեղերում ուժեղացնի, փորձեն աշխատել, հասկանան ինչու են սխալ, թույլ տվեն, ինչու թույլ չեն։ Եկեք մի բանը չմոռանանք, ուժեղ Հայաստան կուսակցությունը ընդամենը մի քանի ամսվա կուսակցություն է։ Շատերնացից շատ ավելի բաներ, քայլեր էին վճռական սպասում, բայց նրանք 8 ամսվա ընդամենը կուսակցություն են, նույնիսկ արդեն ավելի քիչ։ Եվ այդ ընթացքում հաշվի առնելով թե իրանք ինչքան ձայն հավաքեցին, շատ լավ արդյունք են ցույց տվել։ Այո, գուցե այս սպասումները հենց իրենք էին ձևավորել այդպես։ Սպասումները իհարկե շատ են, որտեվ հա, ասենք թե Սամվել Կարապետյանը մի մարդ է, որ ահռելի ներդրում ունի Հայաստանում։ Խոսքը բիզնես ներդրման մասին չէ, ուղղակի զուտ բարեգործական ծրագիր։ Միայն $200 միլիոն բարեգործական ծրագիր է իրականացրել Հայաստանում։ Նույն ահռելի թվով ոնց որ բարեգործություն արի Հայաստանում, նաև Ռուբեն Վարդանյանը։ Մեկը Բաքվի բանտում է, մյուսը Երևանում տնային կալանքում այս բան։ Այսինքն շատերին թվում է թե այս մարդկանց ներդրումը եւ բարեգործությունը առիթ կլինի, որպեսզի ժողովուրդը աջակցի, բայց դե մարդիկ նորից եմ գրում նյութապաշտ են։ Այսինքն 10,000-ով թոշակները բարձրացնում է, որը ընտրակաշարք է, էլի իր ձեռի մեջ ապրիլի 1-ից շատերը 10,000-ը ավելի են կարևորում,
կանցնեն ծրագրերը, որը առաջարկում է, չէ, եկեք հիշենք Նիկոլը ինչ էր ասում, ասենք թե ընդդիմությունը ասում է, որ օրինակ աղքատ ընտանիքներն 150,000 դրամ փող կտան, տարբեր բարեգործական տարբեր հիմնադրամներ կստեղծեն, որոնք աղքատության հաղթահարման ծրագիր կանեն, ընդհանրապես աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը կվերացնեն Հայաստանում։ Նիկոլը ասում էր, սա բանտ կնստացնեմ, եկեղեցին կքանդեմ, Հայաստանից հողեր կտամ։ Եվ ցավոք սորտի մարդիկ այս երկուսից ընտրեցին առաջինը զուտ այդ 10,000 դրամի ավելացած թոշակի համար, մյուսներն էլ այս, չգիտեմ, առողջապահական ծրագրի համար, որը իբր թե, որի գումարները արդեն սպառվել են եւ հիմա տարբեր բժիշկների իրանք այլևս նոր օպերացիաներ չեն կարող անել, որտեղ ուղղակի գումար չկա այդ հիմնադրամը, չգիտեմ։ Հեսա հուլիսի 1-ից է բոլոր նպաստները փակվում են։ Նպաստառումները այլևս հուլիսի 1-ից նպաստ չեն ստանալու։ Պլյուս գիտեք, հենց իշխանությունները եղավ, հաջորդ օրը որոշի նաև ակցիզային հարկերը բարձրացնել։ Ծխախոտը, բանը, բենզին ամեն ինչ թանկանալ։ Բենզինը, դիզվառելիքը ամեն ինչ թանկանում է։ Իրենց ընտրություններ մարդիկ այդ են ընտրել։ Մարդիկ ընտրեցին սա։ Այս պահին փաստորեն պատասխաններին են սպասում, հա, ընդդիմությունը գործողություններ կամ փողոցային պայքարը նշեցին, որ նաև այստեղ մոտեցումները բավական անհասկանալի էր շատ հաճախ առանձին ներկայացուցիչների, պարոն Մանվելյան, բայց նաև այդպիսի վերլուծություններ կան, որ այս ժամանակում որպես կանոն չեն հաջողում փողոցային պայքարը։ Կգնա, կլինի Հայաստանում, պատրաստ է հասարակությունը իր ձայնը ինչ որ ձևով նաև այսպես արտահայտելու։ Երեք ես համոզված եմ պատրաստ կլինի, ուղղակի ընդդիմությունը նախ ինքը պետք է համախմբվի, որտեղ սպասել որ ժողովուրդը դուրս կգա առանց ընդդիմության համախմբման եւ այլն հնարավոր չէ, ընդդիմությունը ինքը պետք է համախմբվի։ Այսինքն առաջին կետը ձեր նշած։ Առաջին կետը, իհարկե, ընդդիմության 3 անցողի քաղաքական ուժեր, ովքեր անցել են, եւ պլյուս այն ուժերը, որոնք բավականին մեծ ձայն են հավաքեն, պետք է միավորվի մի շտաբի շուրջ եւ մի կենտրոնից կառավարվի։ Այդ դեպքում շատ հնարավոր է տարբեր տեսակի պայքար, մանավանդ աշնանը եւ ընտրություններ են սպասվում մարզերում 46 համայնքում եւ պլյուս գործողի ռեժիմը երևի աշնանը կփորձի հողերի հանձնման, այսպես կոչված անկլավների հանձնման գործընթաց սկսել, որը պետք է թույլ չտալ։ Ու այս դեպքում ես համոզված եմ շատ-շատերը դուրս կգան փողոց եւ ուղղակի որպեսզի թույլ չտան, որ Հայաստանից եւս մի անգամ նոր տարածքներ հանձնեն, որտեղ օրինակ համար Տիգրանաշենի հանձնումը կբերի նա, որ Արարատի մարզից այլևս հնարավոր չի լինի գնալ այդ երասխով եւ այլն, այդ ճանապարհը կփակվի։ Տավուշից 3 գյուղերի հանձնումը կբերի նա, որ դեպի Թիֆլիս գնալը կդառնա վտանգավոր, որտեղ այդ տարածքները, որոնք իրենք տալու են Ադրբեջան, դե գալու են զինված մարդիկ են նստել։ Կարող չի քաղաքացիական հավաքստով, ոչ քաղաքացիական, այդ 300,000 ադրբեջանցիների մուտքը տենց է սկսելու։ Սկզբից կգան այդտեղ, ու դա կբերի նա, որ կողքի շրջակա հայկական գյուղերը կամաց-կամաց կսկսեն հայաթափվել։ Այսինքն սրա դեմը պետք է առնել անպայման։ Եվ այստեղ այ ընդդիմությունը իսկապես շատ մեծ անելիք ունի։ Շնորհակալ եմ շատ, պարոն։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, Հայկական երկրորդի եթերում պրոֆակտներ, շատ ճշգրիտ ու կարծես այսպես նաև այդ սխեմատիկա ծրագիր առաջարկեց դրա մասին խոսեց Արմեն Մանվելյանը, շատ կարևոր է առաջին հերթին իսկապես ընդդիմադիր ուժերի համախմբումը, որովհետև միասնական լինելու դեպքում նաև այն ուժերի, ովքեր իրական ընդդիմություն էին եւ չեն հավաքել բավարար ձայներ անցնելու ազգային ժողով, այս բոլորի համախմբումը կարծում եմ, որ պիտի բերի նաև շարունակություն, այնուամենայնիվ ինչքան էլ ինչ որ պահի հիասթափվես, ինչքան էլ ինչ որ պահի մտածես, որ այլևս վերջ կամ ինչ որ փոփոխությունը պիտի լիներ հենց հունիսի 7-ին, հասկանալի է, որ ժամանակը առաջ է գնում, որ խնդիրները, որոնք իշխանությունը պիտի լուծի, իր համար էլ բավական դժվար է դրանք լուծել իրենց համար, որովհետև ընդդիմությունն այնուամենայնիվ ունի այն հենքը, հիմա արդեն 0 կետից չեն, մի քայլ բարձր են եւ այդ քայլը, այդ հարթակը, այդ թեկուզ փոքր, բայց աստիճանը պետք է կարողանալ օգտագործել պահելու համար ուղղակի Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։
Ընտրակեղծարարության նոր նշաձող սահմանելու գործում մեծ էր նաև այս հանցագործ սահմանադրության դերը։